Ես ուզում եմ արձագանքել այս հիմնական դեմոնիզացիայի տարափին, որ ինչ օրենքը մտել է ուժի մեջ, թափվում է թե ընդդիմության, թե մի քանի տարատեսակ չստացված քաղաքական գործիչների կողմից։ Ընդդիմության ներկայացուցիչները խոսում են համակարգային խնդիրներից, բայց փոխանակ այդ խնդիրները մատնանշելով դեմոնիզացնում են այս համակարգը, շեշտելով անընդհատ, որ գյուղատնտեսությունից ստացած եկամուտներն եք հարկվելու, Տիկին Խամանյանը վերակենում ասում է դատվելու եք, սկզբից ասում է դատվելու եք, հետո հարց է տալիս, դատվելու եք, տենց է հիմա մեր ընդդիմության խոսույթը տենց է։ Պարոն Ավետիսյանը ասում է տրանսֆերտներն եք հարկելու, Ժորժ ջան, հստակ ֆինանսների նախարարությունը, պետեկամուտների կոմիտեն անընդհատ կոմունիկացնում է։ Բայց ես միտումն եմ ուզում հասկանամ, էլի, ինչն է պատճառը այս կարգի, այս համակարգի շուրջ աժոտաժի։ Մի, որ շեշտեցի չստացված քաղաքական գործիչ է մարդը իրան համարում, ուղղակի տենց ուղեղից մեջ չի տեղավորվում, էլի, ինչպես կարող է մարդը քաղաքականությամբ զբաղվել եւ ասել, գիտեք ժողովուրդ ջան, որ չլրացնեք հայտարարագիրը, կարաք ընդամենը տուգանք վճարեք ու փակվի թեման։ Տուգանքով կարաք մի լրացրեք, տուգանքով կփակվի այդ թեման։ Մարդը հորդորում է դիմացինին օրենք չկատարել, քաղաքական գործիչը հորդորում է քաղաքացիներին օրենք չպահել։ Մի կիսագրագետ տնտեսագետ էլ կա, անդադ տենց բան է անում, նիստեր է հրավիրում եւ ասում է նվիրատվության համար մեր խաղօրենսգրքով պայմանագիր է պետք։ Ձեզ խաբում են, որ նվիրատվությունները չի հարգելու, որ այդ պայմանագիրը չլրացնեք, հարգելի քաղաքացիներ, դատվելու եք, եթե այդ պայմանագիրը չեղավ, նվիրատվությունը չի համարվելու հարգվող եկամուտ եւ դուք ձեզ դատելու են։ Հիմա այս ամեն ինչը ինչի համար շեշտեցի։ Որն է նպատակը այս կարգի դեմոնիզացիայի, սիրելի ժողովուրդ, միակ նպատակը ընդամենը պետության նկատմամբ, ոչ իշխանության, քո սեփական պետության նկատմամբ անվստահություն սերմանելն է։ Իսկ այս համակարգը միայն նրա մասին է, որ ես կիսվում եմ իմ եկամուտների տեղեկատվությամբ իմ պետության հետ, ոչ օտար պետության, ոչ իշխանության ներկայացուցիչների, իմ պետության հետ։ Շնորհակալություն։